Պարոն Նորիկյան, այսօր վկան հայտնեց, որ զինվորներից որևէ մեկը կամ եթե չեմ սխալվում, միգուցե մենակ մեկն է քնած եղել։ Ինչն էր խանգարում այդ դեպքում, եթե հավաստի է իր ցուցմունքը դուրս գալ զինվորներին հենց սկզբից։ Դուք գիտեք, որ այսօր հարցաքննվում է զորամասի հրամանատարը գնդապետ Արգամ Գևորգյանը, ինչը մեր խորին համոզմամբ առանցքային վկա էր, եւ բնականաբար մենք բազմիցս անգամ այս վարույթի շրջանակներում արձանագրել ենք, որ սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննված վկաների նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջև, ինչպես նաեւ միմյանց ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, որոնք էլ տալիս են դժոխք կողմին, ինչպես նաեւ հանրությանը համոզվելու, որ այս գործում այնքան մեծ խութեր, խոչընդոտներ եւ հանելուկներ կան, որոնցից մեկն էլ հենց ձեր կողմից մատնանշված հանգամանքն է, որովհետև սա եւս մեկ անգամ վկայում է, որ այս գործով հարցաքննված բոլոր առանցքային վկաները տվել են մեկը մյուսին հակասող ցուցմունքներ եւ բնականաբար շատ լեգիտիմ հարց է առաջանում այդ դեպքում, եթե զինծառայողները քնած չեն եղել, ապա ինչով են զբաղված եղել, որտեղ են եղել, ինչ հանգամանքներում են եղել եւ ինչու չեն կարողացել դուրս գալ այդ կացարանից, որի պատճառով ուրեմն որում առաջացած հրդեհի պատճառով ըստ էության զոհվել են։ Մենք պետք է համադրենք ինչպես այս վկայի, այնպես էլ մնացած այլ վկաների դատարանում տված ցուցմունքները, որպեսզի վերջնական արդյունքում համոզվենք դրանց արժանահավատությանը։ Դուք տեսաք, որ այսօրվա դատական նիստում բավականին բուռն քննարկումներ տեղի ունեցան, կապված դեպքին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների, անձնակազմի գործողությունների, ինչպես նաև յուրաքանչյուր սպայի դերակատարության մասին, մեղադրյալ Եղիշե Հակոբյանի դրսևորած վարքագծի մասով։ Ես գնալով համոզվում եմ, որ տուժող կողմի մտահոգությունները, կասկածները տեղին են եւ մենք պետք է առ այս պահը արձանագրենք, որ ցավոք սրտի վարույթ իրականացնող մարմինը չգտնվեց իր բարձրության վրա եւ այս գործի նախաքննության փուլում չիրականացրեց բազմակողմանի, բազմաբնույթ ու համակողմանի քննություն, որի արդյունքում հնարավոր կլիներ հերքել կամ հաստատել շրջանառության մեջ դրված բոլոր վարկածները։ Դատական նիստերի ընթացքում բազմիցս նշվում է թե վկաների կողմից, թե ճուժողների կամ մեղադրյալների տարբեր վարկածներ, այդ թվում դիզվառելիքի գողություն, թմրանյութերի առկայություն կամ օգտագործում, քրեական հեղինակությունների կողմից զինվորների ծեփ, ինչ-որ սովետական մեքենայի շար եւ այլն, սրանք ըստ ձեզ ինչ պատճառահետևանքային կապ կարող են ունենալ դեպքի հետ։ Դրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ ուղղակի պատճառահետևանքային կապ նշված ողբերգության հետ, որովհետև նախ դիզվառելիքի հնարավոր չարաշահումների գողության եւ դրանց ապօրինի իրացման հետ կապված դեպքից տարածորեն 10 օր անց, երբ ինքը ստանձնել են տուժողների ներկայացուցչի կարգավիճակը, զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը Գաբրիել Կիրակոսյանը նախաքննության փուլում ցուցմունք է տվել առայն, որ իր որդին լուսահոգի Հայկ Կիրակոսյանը իր հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում տարածորեն հայտնել է, որ նշված տարածքում սպաների կողմից իրականացվում է դիզվառելիքի գողություն, որի ծավալը հասնում է ամսական շուրջ 4 միլիոն դրամի։ Մենք այդ մասին իրազեկել ենք վարույթ իրականացնող մարմնին եւ այդ մարմնի ուշադրություն ենք հրավիրել, որպեսզի վերջինս իրականացնի համապատասխան վարույթային ու ապացուցողական գործողություններ նշված հանգամանքը հաստատելու կամ հերքելու։ Դուք տեսաք այսօրվա դատական նիստում, երբ տուժողները հստակ արձանագրեցին, որ դեռևս էլի նախաքննության փուլում կամ դեպքին հաջորդող որոշակի ժամանակահատվածից հետո իրենք անմիջական խոսակցության մեջ են գտնվել, ուրեմն նշված տարածքում զինվորական ծառայություն իրականացնող սպաներից Տիգրան Մանասերյանի հետ վերջինս ըստ ծնողների հայտարարել է, հաստատել է, պնդել է, որ այդ տարածքում իրականացվել է իրականում դիզվառելիքի գողություն, զորամասի հրամանատարության կողմից, զորամասի տարբեր ներկայացուցիչների կողմից եւ դա հասել է մինչեւ
այդ ուրեմն գողության շղթան հասել է մինչև երկրի բարձրագույն ղեկավար ուրեմն շրջանակներ, ընդդուք մինչև պաշտպանության նախարար ու վարչապետ։ Հիմա հենց վարույթ իրականացնող մարմնի սուրբ պարտականությունն էր օբյեկտիվ քննություն իրականացնել, քննության արդյունքում պարզել, թե արդյոք նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե չեն համապատասխանում։ Ինչ վերաբերում է թմրանմիջոցի ապօրինի շրջանառության հետ կապված, բնականաբար այդ վարկածն էլ կա, այդ վարկածի ուղղությամբ էլ մենք մտածում ենք, որոշակի ապացույցներ ձեռք բերելուն միտված գործողություններ ենք իրականացնում, կտեսնենք ապացուցման գործընթացում, թե այդ ուղղությամբ տարվող աշխատանքները ինչ արդյունք կտան, բայց ես չեմ բացառում, որ որևէ զարգացում լինի այս ուղղությամբ, կտեսնենք, կապրենք, կտեսնենք, ինձ համար գերական այստեղ կարևորագույնը այս գործով ամբողջական բացահայտումն է եւ թե ինչ բնույթի զարգացումներ կլինեն, ես չեմ կարող այս բանին ասել։ Ինչ վերաբերում է քրեական հեղինակության տարբեր խմբավորումների կողմից այդ զորամասի տարածք կամ տարբեր ստորաբաժանումներ այցելելու եւ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մասին, այդ մասին էլ մենք տեղեկություններ ենք ստացել, կգա ժամանակ այդ մասին մենք նաև համապատասխան փուլում, համապատասխան անձանց հարցաքննելիս, համապատասխան հարցադրումներով փորձենք պարզել իրականությունը։ Իսկ այսօրվա վկայի ցուցմունքից ինչ տեղեկություններ կամ վարկածներ ձեզ համար հաստատվեցին կամ հետքեցին։ Տեսեք, վկան, որը առանցքային սպա է, նշված ժամանակահատվածում հանդիսանում է զորամասի հրամանատարը, կոչումով գնդապետ, մարտական ուղի անցած, զինվորական, կտրականապես հերքում է դիվերսիայի վարկածը, կտրականապես եւ շեշտում է անփութության հանգամանքը։ Ես չեմ կարող ասել, թե այդ վկայի կողմից տիրապետվող տեղեկատվությունը ինչ հիմքերի վրա է դրված եւ արդյոք այդ վկան հայտնում է տեղեկությունը, բայց ակնհայտ է, որ այդ վկայի կողմից մեզ համար նաեւ ուշագրավ էր այն հանգամանքը, որ ավտոբուսով դեպքի հաջորդ օրը պետք է զինծառայողները իրենց ամբողջ անձնակազմով ուղարկվեին փորձաքննության պարզելու համար հնարավոր թմրամիջոցների արկայության կամ դրանց հերկման հանգամանքը, մենք չենք կարող ասել, թե այդ հանգամանքը ինչ առումով պատճառահետևանքային կապի մեջ կարող է գտնվել սույն գործի հետ կամ ընդհանրապես նման բան եղել է, թե ոչ, վկան ճիշտ ցուցմունք է տալիս, թե ինչ-որ մի բան շփոթում է, բայց այնուամենայնիվ եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ այդ տարածքում դիերի դուրս բերման գործընթացում խախտվել է դեպքը, համապատասխան մարմինները չեն ապահովել դեպքի պահպանություն չեն իրականացել, որովհետև խախտվել է դեպքը, որի հետևանքով չենք բացառում, որ թաքցվել են մի շարք կարևոր կամ ոչնչացվել են մի շարք կարևոր ապացույցներ, հետքեր, ինչը բարդացնում է սույն գործի բացահայտումը։ Ես եմ շնորհակալ։